Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ հարգելի գործընկերներ, այս օրենքը շատ կարևոր է, հիմա փորձեմ այսպես կարճ ներկայացնել։ Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը եւ հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենքով, օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացման ներկայացվող պահանջներին համապատասխան։ Սա այսպես էլ արվում է, բայց մենք ողջամիտ կասկածներ ենք միշտ ունեցել, որ այդ դեղերը միայն փաստաթղթերով են ոչնչացվել, որովհետև տեսչական մարմինը բազմիցս հայտնաբերել է, որ այն դեղերը, որոնք ենթակա էին ոչնչացման, հայտնվել են կրկին դեղատներում, կրկին դրանք վաճառվել են եւ դրանով է պայմանավորված այս օրենքի այսպես կարեւորությունը եւ հրատապությունը։ Հիմա մենք, քանի որ այս օրենքը արդեն 1 տարի առաջ մենք քննարկել էինք ամենայն մանրամասնությամբ եւ արժանացել էր բոլորի դրական կարծիքին, բայց հանգամանքների բերումով օրենքը շրջանառությունից դուրս եկավ, ինչ է փոխվել։ Դրա համար շատ մանրամասն չեմ ներկայացնում, կարծում եմ բոլորը ծանոթ եք։ Մենք մի քիչ ավելի ենք խստացրել պայմանները եւ ինչ ենք ասում, ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պատասխանատու է ոչնչացվող դեղերի դրոշմանիշի մարումն ապահովելու համար։ Սույն մասով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 2 տարվա ընթացքում 3-րդ անգամ խախտելը հիմք է տեսչական մարմնի կողմից լիցենզավորող մարմնի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վտանգավոր թափոնների գործածած լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու համար։ Ավելի ենք խստացրել եւ կարծում ենք, որ սա այս անգամ արդեն կաշխատի։ Օրենքը քննարկվել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն, ձեզ էլ կոչ եմ անում կողմ քվեարկել։ Շնորհակալություն։